Տեսա, տեսա, փիղը թաքուն ձայք է ունենում, առանձնացել է, որ իրեն ոչ ոք չտեսնի, իսկ ես տեսա, վայ, առյուծն առանց փափախը գլխից հանելու պարկել քնել է, ինչ անհարմարություն։ Աման, էսի ինչ տեսա ես, ականջներդ կբռնես, եթե պատմեմ, թե մողեսը, ում տվեց իր պոչի կեսը, տեսեք, եղան խայտարակ, բարձրացրել են աղմուկ աղաղակ, ու պատմում են, թե ջայլամը, անընդհատ խանում է համը, վայ, այ, հա, և վայ, և այ։ Ճար չկար, ընձուղտի հետաքրքրասիրությանն էլ վերջ չկար, նրա գոռոցին նույնպես, ախր այնքան էլ բարձր ձայն ուներ, ու մինչ կենդանիները մտածում են, թե իրենց ականջներն ընձուղտի գոռոցից ինչպես ազատեն, երկարավզի ձայնը շատ խոսելուց օր-օրի նվաղում է։